ռազմական գործիչների լրջագույն ձեռքբերումը, փայլուն հաղթանակը, Շուշիի հաղթանակը փայլուն հաղթանակ էր, հա, կարող ենք ասել, որ դիվանագետները մսխեցին, քաղաքական գործիչները մսխեցին։ Գիտեք, դա ինձ հիշեցրեց մի 2 տարի առաջ կարծես թե կրկին նման մի խոսակցություն էր շրջանառվում հանրային դաշտում, թե ի վերջո ով է պատասխանատու պարտության համար, զինվորականը, թե քաղաքական գործիչը, թե դիվանագետը, հա, յուրաքանչյուր մարդի փաստարկներ բերում եւ այլն, գիտեք, ասում են հաղթանակը բազմաթիվ ծնողներ ունի, չէ, իսկ պարտությունը որփուկ է, չէ, նման մի խոսք կա կարծես թե, հիմա դա շատ լավ նկարագրում է այս իրավիճակը։ Կարծում եմ, թե մեր հաղթանակներում, թե մեր պարտություններում մենք բոլորս ունենք մեր պատասխանատվության մասնաբաժինը։ Բոլորս ենք մենք։ Եկեք չմոռանանք, որ այո, Շուշիի գրավման, ազատագրման ժամանակ այն ինչ արեցին մեր տղաները, դա իրոք մարտական եւ մարդկային սխրանք էր, բայց այս սխրանքը հնարավոր չէր առանց համապատասխան քաղաքական աշխատանքի, այս սխրանքը հնարավոր չէր առանց մեր հասարակ մահկանացուների այն անսահմանափակ օժանդակության, որը այդ օրերին, այդ շրջանում ուղղակի գնում էր դեպի այդ տղաները։ Այո։ Հիշում եք, չէ՞, դա իրավիճակը թե Հայաստանում, թե Արցախում այդ օրերին, երբ որ մարդիկ ուղղակի օրվա հացի վաստակելու խնդիրն էին հանդիպում եւ անտրտունջ, որտեղ մարդիկ գիտեն, որ ինչ որ անհրաժեշտ է գնում է դեպի ռազմաճակատ, դեպի այն տղաները, որոնք իրենց արյան գնով փորձում են փրկել հայրենիքը։ Այո։ Եվ այդ փուլում, երբ կար այդ մտածողությունը, մենք հաղթեցինք։ Այդ փուլում մենք հաղթեցինք, բայց եկեք չմոռանանք, որ մարդկային հոգեբանությունը այդպիսին է, որ երկար ժամանակ գտնվել այդպիսի հուզումնալից վիճակում, զգացումների լարման կիզակետում շատ դժվար է։ Այնուհետ մենք կարծես թե համարեցինք, որ հարցը լուծված է, կարելի է այլ խնդիրներով զբաղվել։ Թուլացանք։ Ինչը չարեց մեր թշնամին։ Մեր թշնամին ոչ թե չթուլացավ, այլ մեր թշնամին միտումնավոր շարունակում էր պատրաստվել հետևողական կերպով։ Պետք է ասել, որ բավականաչափ երկար մենք կարողանում ենք պահել ուժերի բալանսը։ Կա մի տարածված խոսույթ, որ Հայաստանը ու Արցախը ուշադրություն չէին դարձնում պաշտպանությանը եւ այլն, բայց իրականում մեզ հաջողում էր բավական երկար ժամանակ մի շարք համալիր քայլերի շնորհիվ ավելի փոքր ծախսերով, ավելի փոքր ջանքերով ապահովել այնպիսի ուժերի հարաբերակցություն, այնպիսի ուժային բալանս, որը թույլ է տալիս ապահովել Արցախի եւ Հայաստանի խաղաղ զարգացումը։ Եվ դա շատ կարևոր էր, այսինքն եթե նայում ես այսօր որոշ քաղաքագետների սիրած զբաղմունքն է, չէ, հանում են ծախսերի վիճակագրությունը եւ ասում են, տեսեք իրանք ինչքան են ծախսում եւ այստեղ ինչքան էր ծախսում, բայց ամեն ինչ չի բացատրվում թվերով, հա։ Թվերը սոսկ ինչ-որ մի գործընթացի ցուցիչ են, այստեղ շատ կարևոր է նաեւ թե դրան զուգահեռ ինչ դիվանագիտական աշխատանք էր տարվում, ինչ իրավիճակ էր տիրում երկրի ներսում, երկրի հարևանությամբ եւ այդ ամենը երբ որ համադրում ես, ապա բավական բոլորովին այլ պատկեր է ի հայտ գալիս։ Բայց պարոն Միրզոյան, այնուհանդերձ անցած տարիների մեջ մինչև 2018-ը, որ ես անկեղծ ասած մեր պատմության համար համարում եմ աղետալի շրջան 18-ից սկսած, հա, այս կողմը, որտեղ այն ինչ տեսնում ենք իրապես աղետ է, հայրենիքի կորուստ անդադար եւ շարունակվում է։ Ինչ քայլ այնուհանդերձ որպես դիվանագետ դուք ոնց եք գնահատում, ինչ քայլ չարվեց, որը հնարավորություն չէր տա, որ ցանկացած ոք որևէ արկածախնդիր անց, որևէ արկածախնդրություն իրականացվեր Արցախի հարցում եւ կբռներ ցանկացած ավանտյուրիստի ձեռք, դրսից թշնամու կողմից արկածախնդրություն
թե Հայաստանից։ Այսինքն գուցե պետք էր արվեին որոշակի այն քայլերը, որոնք թույլ չէին տա, որ որևէ մեկը, որևէ թիմ, որևէ խմբակ ապագայում, եթե գար իշխանության, մտքով իսկ անցկացներ եւ կարողանար իսկ հնարավորություն ունենար գործով հանձնելու Արցախը թշնամուն։ Ինչու չարվեցին այդ քայլերը։ Կարող էին արվել, թե չկային նման քայլեր։ Կանխելու արկածախնդրությունը հնարավոր, հա, այսպես։ Իհարկե հնարավոր է ինչ-որ քայլ։ Նայեք, պատմությունը եթեականություն չի սիրում։ Եթե այսպես արվեր, այնպես կլներ, պատմությունը այն է, ինչ մենք ունենք, հա։ Եվ փաստը մնում է փաստ, որ հայ ժողովուրդը իր զարգացման ընթացքում ապրեց նաև այսպիսի մի փուլ, երբ որ հայտնվեցին, եկեք պայմանական ասենք, կեղծ մարգարեներ, որոնք բոլորովին այլ արժեքներ մատուցեցին եւ այդ կեղծ արժեքների հետևից գնալով մարդիկ հայտնվեցին այս իրավիճակում, հա։ Այսինքն խոսքը գնում է ոչ միայն Արցախի կորուստյան, մենք տեսնում ենք նաեւ որ այդ այսպես կոչված, հա, 18 թվականի այդ հեղաշրջումը, հեղափոխությունը, ինչ այդ հանրային այդ ակտի ընթացքում նաև բազմաթիվ այլ խոստումներ տրվեցին, գունավոր հեղափոխություն, բազմաթիվ այլ խոստումներ տրվեցին, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական արդարությանը, կաշառակերության արմատախիլ անելուն, բազմաթիվ նոր բարոյականության, հա, քաղաքական կյանքում նոր բարոյականության ձևավորմանը, եւ մենք տեսնում ենք, որ այսօր 7 տարի անց ավելի թաթախված են կոռուպցիայի մեջ։ Ոչ միայն կոռուպցիայի մեջ, ես օրինակ, գիտեք, այս վերջերս ուղղակի սարսափեցի հայտնի դեպքը, երբ որ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծի են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստի, այո, բլոգեր։ Որքանով է ընդդիմադիր, դա դեռ հարցական է, մարդ է, որը իր հանրային բանն է, գործն է անում։ Այո, այո։ Բայց մի կողմ թողնենք հանգամանքները, ով առաջին սկսեց, երկրորդը, ինձ ուղղակի սարսափեցրեց արդարացումը, որը թե պաշտոնական լրատվամիջոցները, թե պաշտոնական լրատվամիջոցների երգը երգող մի շարք հանրային գործիչներ կրկնեցին բազմիցս, որ Նոր-Նորքի թաղապետը պահել է իրեն իսկական հայ տղամարդու պես։ Ես առաջի անգամ եմ լսում, ծնվելով Հայաստանում եւ ապրելով Հայաստանում, որ հայ տղամարդը կարող է ոհմակով հարձակվել մեկ հոգու վրա եւ նրան ծեծել։ Արժեքներն են խեղաթյուրում։ Իմ պատկերացված հայ տղամարդը չի վախենում քանակից, իմ պատկերացված հայ տղամարդը մենակով պատրաստ է դուրս գալ մարտի։ Եւ փայլուն օրինակ կա Տարոն Անդրեասյան, հա, այդ տղան, որը պատերազմի ժամանակ 44 օրյա միայնակ դուրս եկավ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ եւ մենք իր սխրանքի մասին չէինք իմանալ, թե չպահպանվեին որոշակի նկարահանումներ, հա։ Իմ կարծիքով դա է իսկական հայ, բայց մեզ այսօր ներարկում է մեկ այլ հայ կերպար։ Բայց դուք տեսնում եք, որ ընդհանրապես դա հստակ քաղաքականություն է։ Հերոսի կերպարի աղճատումը, տեսեք, այո, լավ հայ տղայի կերպարի աղճատումը, այդ բոլորը միտումնավոր է արվում։ Սա հենց այդ ինքնությանը առանձին հարց լավ հայ տղայի մասին։ Առաջին Արցախյան պատերազմը լավ հայ տղաների պատերազմն էր։ Այո։ Որտեվ առաջինը գնացին զենքը անհասկանալի զենքեր, հա, ինքնաշեն ձեռների առած, հենց լավ հայ տղաները։ Եվ այդ լավ տղերքը մեր Շուշին ազատագրեցին այսօրներ, այդ օրը։ Եվ ազատագրեցին, եւ իրենց կյանքը տվեցին։ Այդ հետո այդ լավ տղերքը ինչ որ կարող է հետագայում սխալներ թույլ տվեցին իրենց հետագա կյանքի ընթացքում, բայց այդ մասնակցությունը այդ պատերազմին, այդ Շուշի ազատագրման ուղղակի մաքրագործեց նրանց։ Այո։ Հետաքրքիր օրինակ բերեցիք, որտեղ կարելի է զարգացնել միտքը, ուղղակի ես չեմ ուզում այսօրվա մեր տրամադրություններից շեղվել, պարզապես Հայաստանը դարձել է ոչ օրենքների երկիր ու այդ կեղծ բաստիոն ժողովրդավարություն եւ այլն, սրանք այդ փուչիկ է, որ վաղուց պայթել է, ցավալիորեն արևմուտքը, որը նախկին իշխանությունների օրոք շատ ուշադիր էր հետևում այդ ամեն ինչին, իր զեկույցներում հստակ քննադատում էր բոլոր անցած նախկին նախագահներին, այսօր շատ այսպես սիրալիր է, աչքը փակում է, նա ոչինչ չի
տեսնում, այս իրավիճակի առաջ են կանգնած։ Դրա համար էլ ոհմակը, իշխանական ոհմակը կծեծի մեկ այլախոհի եւ հետո կասեն դե ոնց որ թե ռուսական այսպես խաղ կա։ Դա էլ լսեցիք, չէ՞, Արամ Զավենի Սարգսյանի շատ տարօրինական հասկանալի դիտարկումը պարզվեց Արթուր Չախոյանը ռուսական այսպես համարյա սարքեցին գործակալ։ Հա, եթե չեմ սխալվում, կապեցին նույնիսկ Ուկրաինա կատարած շորայցի հետ, հա։ Գիտեք, եթե կհիշեք Թաղապետի Ուկրաինա կատարած այցի հետ։ Կհիշեք, կար հին խորհրդային կինո, մանկական, Ծուռ հայելիների թագավորություն։ Ալիսան։ Հա։ Չէ՞, եթե չեմ սխալվում, մուլտֆիլմ էր։ Բանը այսօր մենք իրոք կարծես թե ապրում ենք Ծուռ հայելիների թագավորությունում։ Ամեն ինչ գլխի վայր է։ Այո։ Շարունակենք, իդեպ ուզում եմ անդրադառնանք Արարատ Միրզոյանի 3 արած հայտարարությանը, շատ հետաքրքիր է, այս իշխանությունը շարունակում է բոլորի վրա նորից այդ մեղքը բարթելու, դա իրենց արդեն քաղաքական գիծն է հստակ, մեկ ռուսներն են, մեկ չգիտեմ, երևի ամերիկան է, չգիտեմ, բոլորը մեղավոր են, իհարկե առաջին մեղավորները նախագահներն են անցած, երկրորդ նախագահն է մեղավոր, երրորդ նախագահն է մեղավոր, դուք բոլորդ մեղավոր եք, պարոն Միրզոյան։ Եվ ինչու, միանշանակ, եւ ինչու է հիմա օրինակ երեք Արարատ Միրզոյանը ինչ է ասում, ստիպված եմ ասում է արձանագրել մի բան, որը հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ասել, երևի որ տրամադրություններս չընկնի։ Եվ այդ փաստը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հա, չեք ճանաչել, էլ ինչ եք ուզում, պարոն Միրզոյան, չեք ճանաչել, այս մարդիկ էլ ասում են, դե ճիշտ է, գնացել եք ոչ միայն չեք ճանաչել, այլև ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին, հա, այդ սահմաններով եւ հղում է նորից անում հայտնի այդ տխրահռչակ Ալմաթայի հռչակագրին եւ ասում է Ավելին մենք փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է ԼՂՀ հակամարտության բանակցային բոլոր փուլերում, գործընթացի բոլոր փուլերում եւ այդտեղ հստակ ասում է, որ ըստ Արարատ Միրզոյանի, նաև մադրիդյան սկզբունքներին հղում տվեց, ասեց, այդտեղ էլ է նշված տարածքային ամբողջականությունն է, մյուսը ինքնորոշման իրավունքը, սակայն տարածքային ամբողջականության շրջանակում։ Ահա, այսպիսի մանիպուլյացիա, այսինքն մենք միշտ խոսել ենք տարածքային ամբողջականության ինքնորոշման իրավունքի մասին։ Այժմ Արարատ Միրզոյանը հայտարարում է տարածքային ամբողջականություն, բայց ավելի ճիշտ կներեք, ինքնորոշման իրավունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, այսպիսի ձևակերպում ձեր իշխանության եղած շրջանում, որպես արտգործնախարար, դուք այս հարթության մեջ եք իրականացրել բանակցությունները Արցախի հարցում։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ այսպես կոչված իշխանափոխությունից հետո, երբ որ իրենք եկել են եւ բացել են գզրոցները, ու ինչ-որ փաստաթղթեր են գտել, իրենց այլ փաստաթղթեր են տվել։ Հնարավոր է, ասենք կարող չէ Ալիևը տված լինի իրենց թեզերը փոխանցած լինեն։ Ну, ակնհայտ է, որ իհարկե մի շարք մանիպուլատիվ պնդումներ կան, սկսած նրանից, որ Ալմատայով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլն, այսինքն դա ուղղակի գիտեք, նույնիսկ քննարկման արժանի նյութ չէ։ Ալմատայի հռչակագիրը որևէ կապ չունի այս կամ այն երկրի տարածքային ամբողջականության հետ եւ այլն, եւ նույնիսկ եթե լավ ընդունենք այն փաստարկը, որ իրենք ինչ-ինչ բաներով գտել են, որ դա տարածքային ամբողջականության մասն էր, այսինքն դա նշանակում է, որ դու հիմք ես ընդունում խորհրդային օրենսդրությունը։ Այդ դեպքում մոտ հարց է առաջանում, ինչու դու ճանաչում ես Ադրբեջանի սահմանները, բայց չես ճանաչում խորհրդային միության կողմից խորհրդային մարմինների որոշմամբ ստեղծված լղիմ սահմանները։ Ինչու ես դու համաձայնում, որ լղիմը լուծարվի։ Չի կարելի, գիտեք, օրենքը չի կարելի դիտել, մեկնաբանել ընտրովի եւ աղճատված ձևով։ Ցանկացած օրենք, ցանկացած միջազգային իրավունք ոլորտ դա մի ամբողջություն է։ Եթե դու ասում ես, որ խորհրդային միությունից մնաց ժառանգությունը մենք ընդունում ենք եւ դրա հիման վրա ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն դու չես կարող միայն արտաքին սահմանը ճանաչել, ճանաչի նաեւ մնացյալը։
Չի ցանկանա նաև շարունակել, որտեղ համարում եմ, որ սա անիմաստ եւ անպտուղ երկխոսություն է, բազմաթիվ մեկնաբանություններ կան այս հարցի շուրջ, այս թեզերը առաջին անգամ չեն, որ դրվում են շրջանառության մեջ, ակնհայտ է սրանց նպատակը, դա մանիպուլյացիա է, մարդիկ հավանաբար հասկանում են, թե ինչ սոսկալի սխալ են գործել, եւ հասկանալի է, որ փորձում են արդարացնել իրենց, բայց բավականին գիտեք լավ չի ստացվում իրենց մոտ այդ արդարացումը։ Ցավոք այն մարդիկ, ովքեր անդադ հետևում են իշխանական քարոզչությանը, դե առիթներ է լինում, լրագրողներին էլ մեր ուղարկում եմ երբեմն սոցհարցումների, հա, այն մարդիկ, ովքեր իշխանական քարոզչի հա, այսպես ինֆորմացիայի տակ են մնացել, իրենք կրկնում են բառացի, դե տվել են նախկիներ, այս մարդիկ ինչ անեն, կամ Նիկոլի ջեբը գցելը, թեպետ բարեբախտաբար այդ սկսում է կոտրվել, այսինքն հայ մարդը ի վերջո դուրս է գալիս, հա, այդ իշխանական քարոզչության շրջափակումից, եւ սկսում է ինքնուրույն դատել, որ ինչ որ բան այն չէ։ Եվ դուք որ ասում եք, այ չեմ ուզում բացատրել, այսինքն ոչ թե չեմ ուզում բացատրել, խոսել այս անիմաստության մասին, մանիպուլյացիա է, միանշանակ հասկանում եմ, բայց խոսել հաստատ պետք է, պարոն Միրզոյան, հաստատ, որովհետև մենք մինչև վերջ պիտի պայքարենք, որպես այդ կեղծ քարոզչությունը այսպես չարմատավորվի մեր ժողովրդի մեջ, ինչը իրենք ուզում են անել։ Ես չեմ ասում եկեք չխոսանք դրա մասին, բայց ես ասում եմ մտնել իրենց հետ ինչ որ փաստարկված երկխոսության մեջ, ես ոչ միայն անիմաստ, այլ վտանգավոր եմ համարում, որովհետև դու դրանով լեգիտիմացնում ես իր տեսակետը, հա։ Բայց երբ որ չենք խոսում արդյոք դարձի չենք թողում իր լուրջ փաստարկներով ինչ որ բանավեճ ծավալել, դա նշանակում է, որ դու այդտեղ տեսնում ես լուրջ հիմքեր հերքելու, դրանց հերկման նպատակով փաստարկներ բերելու համար։ Դրանք որևէ կապ չունեն իրականության հետ, ինչ վերաբերում է նույն մադրիդյան սկզբունքներին, փառք Տիրոջ, մադրիդյան սկզբունքների տեքստը, բանը, բովանդակությունը հրապարակվել է մի քանի անգամ, ցանկացած մարդ հետաքրքրության պարագայում կարող է ինտերնետում հեշտությամբ գտնել եւ ինքը կարդալ դրանց բովանդակությունը։ Չասած նրա մասին, որ կան համապատասխան հայտարարություններ, որոնք ընդունվել են համանախագահների կողմից, որոնց միացել է Հայաստանը եւ Ադրբեջանը, Արցախյան կողմը, որտեղ ուղղակի մադրիդյան սկզբունքների այդ հիմքն է տված, այդ հայտնի սկզբունքները։ Դրա շուրջ տանել այս կամ այն ինչ որ նոր բովանդակություն դրանց հաղորդել եւ այլն, երկու դեպքում է հնարավոր, կամ դու ընդհանրապես չես հասկանում ինչ ես կարդում, ինչը ես քիչ հավանական եմ համարում, գոնե դպրոց գնացել են տառոճանան չեն, էլի։ Ոնց որ թե մնացել են առաջի դասարանում, խոստովանել։ Կամ դու միտումնավոր ամեն ինչ աղավաղում ես ինչ-ինչ նպատակներով։ Հասկանալի է, բայց որպես հատուկ այն մարդկանց համար, ովքեր շարունակում են դեռ մտածել, որ նախկինները գցում են Նիկոլի գրպանը, հատուկ այդ մարդկանց համար կարճ դիտարկում։ Ձեր բանակցային ամբողջ ընթացքում դուք գնացել եք, բանակցել եք տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, այդ երկու շատ կարևոր համարվող սկզբունքների շուրջ, որպեսզի Արցախը տարածքային ամբողջականություն ասելով թողնեիք Ադրբեջանի կազմում, այս հատվածին խնդրեմ ուղղակի անդրադառնալ։ Իրավունք վերապահեմ, ուղղակի կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնց այս հարցը հետաքրքրում է, որոնք ուղղակի կամ ինչ-որ կասկածներ ունեն, փառք Տիրոջ ինտերնետում դեռևս պահպանվել են թե իմ հարցազրույցները, թե այդ իմ պաշտոնավորման շրջանում երկրի նախագահի Բակո Սահակյանի, բազմաթիվ այլ պետական պաշտոնատար անձանց հայտարարությունները առ այն, թե ինչպես է Արցախը դիտարկում իր ապագան եւ ինչ նպատակի է Արցախը ձգտում։ Մենք հստակ հայտարարում ենք, որ վերադարձ դեպի անցյալ հնարավոր չէ, Արցախը երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջանի ուղղակի վերահսկողության տակ, բայց Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ տանել երկխոսություն որպես հավասարազոր մի գործընկեր, որպես մի երկիր, որը Ադրբեջանի հետ համատեղ ձևավորվել է մոտապես նույն շրջանում Խորհրդային Միության փլուզման պայմաններում նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում։ Արցախը բավականին ակտիվ էր այդ առումով, մենք եթե մարդիկ հիշում են, հուսամ դեռևս մարդիկ հիշում են, որ հատկապես մոտապես
9-10 թվականից սկսյալ մենք շատ մի լայն արշավ սկսեցինք, որը ուղղված էր Արցախի կապերի ընդլայնման արտաքին աշխարհի հետ, ուղղակի կապերի հետ, հա։ Դա ընթանում էր հիմնականում ցածր մակարդակի պետական ինստիտուտների հետ որոշակի ուղղակի կապերի հաստատումով, եղբայրական քաղաքներ, հաջորդ փուլը դա եղավ խորհրդարանական դիվանագիտություն առաջ օգտագործելով, սկսեցինք ձևավորել այսպես կոչված բարեկամության խմբեր եւ շրջանակներ, առաջինը Լիտվայում էր, դրան հաջորդեց Ֆրանսիան, մի շարք այլ երկրներ, այսինքն ամեն ինչ արվում էր ցույց տալու Արցախի որպես ինքնուրույն եւ կայացած պետություն, չճանաչված, բայց կայացած պետություն, այո, որը այս մարդիկ հանձնեցին, այսինքն հայկական երկրորդ հանրապետությունը կամ պետությունը հանձնել են մսխելով ձեր տարիների ամբողջ աշխատանքը, հիմա էլ ձեր նման դիվանագետներին Արարատ Միրզոյանը խորհուրդ է տալիս, գնացեք կարդացեք Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ կետը։ Ես շնորհավորում եմ իրեն, որ ինքը կարդացել է այդ կետը։ Այսքանով անցնենք առաջ։